Հարց է սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս վարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսահոլովակի միջոցով, իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Одноклассникում, Facebook-յան ալիքներում, գրացրեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտել նվիրում եմ։ Սիրելիներս, այժմ ցանկանում եմ տարեկորտերով կանխատեսում կատարել 2026 թվականի օգոստոս ամսին Գետանակերտի յուրաքանչյուր նշանի համար։ Տեսնենք ինչ է սպասվում 2026 թվականի օգոստոս ամսին Խոյ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի խոյեր, ցույց է տալիս, որ օգոստոս ամիսը 2026 թվականի ձեր մոտ խնդիրներ կարող է լինել և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, տարօրինակ խնդիրներ, դժվարություններ, բարդություններ, որոնք որ դուք նախորդ չեք կանխատեսել։ Օգոստոս ամիսը ձեզ համար սիրելի խոյեր լինելու է պրոբլեմատիկ։ Այո, օգոստոս ամիսը սիրելի խոյեր, ձեզ համար և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում որոշակի դժվարություններ է լինելու, որոշակի խնդիրներ է լինելու, խելացի եղեք, ուշադիր եղեք, հատկապես այն խոյերը, որ ինչ-որ ֆինանսական գործարքներ են կատարելու, ուշադիր եղեք, հազար անգամ չափեք, նոր մտեք այդ ֆինանսական գործարքների մեջ, որովհետև ցույց է տալիս, որ հնարավոր է խնդիրներ և պրոբլեմներ լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի խոյերի առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին, սիրելի խոյեր, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկան, բարդություններ չկան, դժվարություններ չկան, եթե նույնիսկ խնդիրներ կան, սիրելի խոյեր, դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խոյեր, 2026 թվականի օգոստոս ամսին։ Ցույց է տալիս, որ ձեր երազանքների կատարման հետ կապված սիրելի խոյեր 2026 թվականի օգոստոս ամիսը որոշակի դատար է մտնելու, բայց մի վախեցեք, դա չի նշանակում, որ ձեր երազանքները չեն կատարվի, ուղղակի օգոստոս ամիսը ինչ որ պլանավորել եք մեծ երազանքների նպատակների հետ կապված որոշակի ձևով հետաձգվելու է։ Տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին ցուլ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ցուլերի։ Մեր սիրելի ցուլերի անձնական ոլորտում։ Սիրելի ցուլեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս, որ լինելու է հաջողություն, լինելու է նոր ձեռքբերումներ, լինելու է նոր հնարավորություն, հնարավոր է ամուսնություն, ամուսնության առաջարկություն, այն ցուլերը, ովքեր որ ամուսնացած են, սիրելի ցուլեր, ձեր տան մեջ հնարավոր է ձեր երեխայի ամուսնությունը լինի, ձեր երեխա ունենաք, դուք դառնաք տատիկ, պապիկ, դուք դառնաք ծնող, նաև սիրելի ցուլեր ցույց է տալիս, որ 2026 թվականի օգոստոս ամսին, եթե նույնիսկ խնդիրներ կար պետական, ֆինանսական, իրավական դռների կապված, ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից, այդ իրավիճակներից սիրելի ցուլեր հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուլերի ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի ցուլեր, օգոստոս ամիսը ցույց է տալիս, որ որոշակի ֆինանսական խնդիրներ և դժվարություններ կարող է լինի։
ուշադիր եղեք, հնարավոր է աշխատանքի այն վայրում, աշխատանքի մեջ ոնց որ պրոբլեմներ լինի, հնարավոր է ֆինանսական դռների հետ, բանկային համակարգի հետ, ինչ որ ցանկանում եք գործակներ կատարել, բայց ցույց է տալիս, որ այդ գործակները որոշակի ձևով դանդաղում են։ Գիտեք, ինձ սիրելիցուներ, դանդաղելը չի նշանակում, որ չի կատարվի։ Ուղղակի օգոստոս ամիսը որոշակի ձևով ձեր ֆինանսական ոլորտում ոչ թե մեծ աճ է գրանցվելու, այլ դանդաղ առաջ գնալ է ցույց տալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ցուների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին հաջողություն է ցույց տալիս, սիրելի ցուներ, առողջացում է ցույց տալիս, ապակինում է ցույց տալիս։ Եթե մեր սիրելի ցուները, եթե նույնիսկ առողջական խնդիրներ ունեին ու ցանկանում էին իրանց բուժումը անցկացնել այլ երկրում, դուք այդ հնարավորությունը նույնպես կստանաք եւ կկարողանաք այդ ձեր բուժումը ավելի որակյալ եւ ավելի արդյունավետ կատարել։ Սիրելի ցուներ, ովքեր որ երկար սպասված երեխայի ծնունդ եք սպասում, ձեր սիրելի ցուներ, դուք այդ երեխա ունենալու հնարավորությունը ունենաք։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ցուներ, 2026 թվականի օգոստոսին, այո, սիրելի ցուներ, պատկերացրեք, որ ձեր երազանքները եւ անձնական ոլորտի հետ կապված եւ ֆինանսական ոլորտի հետ կկատարվի։ Ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեզ համար օգոստոս ամիսը լինելու է հիմք ստեղծելու, հիմքի վրա հիմնվելու ժամանակահատված։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին երկվորյակ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի երկվորյակներին։ Սիրելի երկվորյակներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հնարավորություններ, ձեր դեմ բացվելու է հնարավորություն։ Գիտեք, ինձ սիրելի երկվորյակներ, հնարավոր է դուք երկար ժամանակ ցանկանում եք կամ ընտանիքով միանալ, հեռու եք գտնվում եւ դուք այդ միանալու հնարավորությունը կունենաք, կամ երկար ժամանակ ցանկանում եք երկրից տեղափոխվել, դուք կարողանալու եք այդ փաստաթղթերը ստեղծել եւ հնարավորություն ունենալ երկրից տեղափոխվել։ Գիտեք, ինձ սիրելի երկվորյակներ, հատկապես այն երկվորյակները, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի երկվորյակներ, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որը դառնալու է ձեր կյանքի այնպիսի մարդ, որի հետ դուք երկար երջանիկ կյանք եք ունենալու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի երկվորյակների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին։ Սիրելի երկվորյակներ, 2026 թվականի օգոստոս ամսին ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հնարավոր է մեծ ձեռքբերում լինի, հնարավոր է ձեր սեփական տունը ունենալու հնարավորություն ունենաք, հիպոթեկով է դա հնարավոր, պարտադիր չէ, որ դուք այնպիսի գումար ունենաք, որ մեկից կարողանաք, բայց դա էլ է հնարավոր։ Գիտեք, ինձ սիրելի երկվորյակներ, հնարավոր է մեծ գումար ստանաք ժառանգության տեսքով, նվիրատվության տեսքով, ձեր սեփական գործունեությունը հովանավորելու, ֆինանսավորելու տեսքով։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի երկվորյակների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը։ Սիրելի երկվորյակներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրները ոտի վրա եք տանելու, նույնիսկ չեք դիմելու բուժ հիմնարկությանը, ոտի վրա եք տանելու։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի երկվորյակներ, 2026 թվականի օգոստոս ամսին, այո, սիրելի երկվորյակներ, ձեր երազանքը, ինչ որ երազել եք, ինչ որ պլանավորել եք,
ձեր երազանքները կկատարվեն եւ ձեր երազանքների կատարվելը ձեզ ավելի մեծ հնարավորություններ, հաղթանակներ, հաղթական էներգիա կտա։ Հնարավոր է ամուսնություն, հնարավոր է տղա երեխայի ծնունդ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին խեսկերին համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի խեսկերիներին։ Սիրելի խեսկերիներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է նոր ձեռքբերումներ, լինելու է նոր հնարավորություններ, գիտեք ինչ, ամուսնության առաջարկություններ լինելու, գիտեք ինչ, սիրելի խեսկերիներ, 2026 թվականի օգոստոս ամիսը ձեր անձնական ոլորտի հետ կապված մեծ էմոցիոնալ երջանկություն է ցույց տալիս, էմոցիոնալ երջանկություն, ձեր կյանքը լցվելու է ուրախությամբ, լցվելու է երջանկությամբ, 100% հնարավոր է ամուսնություն, պստակադրություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի եղբորյակների մեր սիրելի խեսկերիների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին։ Սիրելի խեսկերիներ, ձեր ֆինանսական ոլորտում նույնպես հաղթանակներ է, նոր աշխատանք, նոր մասնագիտություն, կարող եք դիպլոմ ստանալ, նոր մասնագիտություն ունենալ եւ կարողանալ այդ մասնագիտությամբ ավելի առաջ գնալ, հաղթանակներ է ցույց տալիս, նոր ձեռքբերումներ, սիրելի խեսկերիներ, հնարավոր է դուք ձեր սեփական գործունեությամբ, ձեր սեփական բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենալ։ Ինչպես իրավիճակ է մեր սիրելի խեսկերիների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը, սիրելի խեսկերիներ, չկա բարդություններ, չկա խնդիրներ, չկա դժվարություններ, ճիշտ է դուք հետևեք ձեր առողջությանը, անպայման եթե խնդիրներ կա, դիմեք ուժ հաստատություններին, բայց ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ուղղակի ցույց է տալիս, կարող է լինի առողջական մասաժներ, կարող է ֆիթնես ագուտներ հաճախելու հնարավորություններ լինի, հնարավոր է հետևակի ձեր իմիջը փոխելու հետ կապված վիրահատական պլաստիկ, վիրահատական միջոցներ լինի, որը կասնի հաջող, որը կասնի արդյունավետ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի խեսկերիներ 2026 թվականի օգոստոս ամսին։ Այո, սիրելի խեսկերիներ, հնարավոր է եւ ամուսնություն լինի, հնարավոր է նշանադրություն լինի, հնարավոր է երեխայի ծնունդ լինի, ինչ երազանք որ ունեն մեր խեսկերիները, մեր խեսկերիների երազանքները կատարվելու է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին այլուց համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի այրուզներին, սիրելի այրուզներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, լինելու է հնարավորություններ, լինելու է, գիտեք ինչ, բարձրանալու հնարավորություն, սիրելի լինելու հնարավորություն, սիրված լինելու հնարավորություն, սիրելի այրուզներ, 2026 թվականի օգոստոս ամիսը դուք իրոք լինելու եք թակուի եւ թակավորի կարգավիճակով, ինչ երազանքներ ունեք, ինչ նպատակներ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչպես իրավիճակ է մեր սիրելի այրուզների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը։ Սիրելի այրուզներ, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, հնարավոր է աշխատանք այլ երկրում, հնարավոր է աշխատանք հեռահար, այսինքն ինտերնետի հետ կապված, եւ այդ աշխատանքը ձեզ ավելի մեծ ֆինանսական հաջողություն է բերելու, նաեւ հնարավոր է սիրելի այրուզներ, դուք
Ձեր սեփական հիմքը աշխատանքը ունենալու հնարավորություն ունենաք, որը հետագայում, ապագայում ձեզ ավելի անկախ դարձնելու հնարավորություն է տալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի այրուսների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին։ Հաջողություն, առողջություն, լավացում, ապակինում, հնարավոր է ձեր բուժումը կասկածնեք այլ երկրում, արտերկրում, որ ավելի արդյունավետ բուժում է տալիս։ Գիտեք, ինձ սիրելի այրուսներ, հնարավոր է տղա երեխայի ծնունդ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի այրուսներ, 2026 թվականի օգոստոս ամսին, այո, սիրելի այրուսներ, հատկապես ֆինանսական ոլորտում, չնայած նաև անձնական ոլորտում, ցույց է տալիս հաջողություններ, ցույց է տալիս, որ ձեր երազանքները կկատարվեն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին բույս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի բույսերին։ Սիրելի կույսեր, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն, ցույց է տալիս սեր, ցույց է տալիս միություն, ցույց է տալիս ամուսնություն։ Գիտեք, ինձ սիրելի կույսեր, 2026 թվականի օգոստոս ամիսը ձեզ համար շատ հաջող ժամանակահատված է լինելու։ Նոր հնարավորություններ, նոր մարդիկ, նոր առաջարկություններ, նույնիսկ այն կույսերը, ովքեր որ խնդիրներ ունեն, դժվարություններ ունեն, խնդիրներ ունեն, նույնիսկ այդ կույսերը, սիրելիներս, 2026 թվականի օգոստոս ամսին այդ խնդիրներից, այդ խնդիրներից հաղթանակով ձեր ազատվելու են։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը, սիրելի կույսեր, ձեր ֆինանսական ոլորտում հաջողություն է ցույց տալիս, հնարավորություն է ցույց տալիս, ճանապարհներ է ցույց տալիս, հնարավոր է դուք հնարավորություն կունենաք այլ երկիր տեղափոխվել, որը դուք երկար ժամանակ ցանկանում եք, հնարավոր է բաժանված ընտանիքի միություն լինի, որ երկար ժամանակ չեք կարողանում միանալ, հնարավոր է այդ միությունը լինի։ Գիտեք, ինձ սիրելի կույսեր, ցույց է տալիս, որ 2026 թվականի օգոստոս ամիսը, եթե դուք նույնիսկ փակուղու առաջ եք կանգնած, ձեր տևեք ճանապարհներն ու հնարավորությունները բացվելու են, նոր աշխատանք, նոր մարդիկ, նոր համագործակցություններ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը, սիրելի կույսեր, ձեր առողջական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է լավացում, լինելու է ապակինում, այն կույսերը, ովքեր որ երկար ժամանակ չէին կարողանում երեխա ունենալ, հնարավորություն կլինի բժիշկների միջամտությամբ, բեղմնավորում, բժիշկների միջամտությամբ երեխայի ծնունդ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կույսերի երազանքների ոլորտում, կկատարվի արդյոք ձեր երազանքները, այո, սիրելի կույսեր, ձեր երազանքները կկատարվի 100% անձնական ոլորտում կլինի երջանկություն, կլինի ամուսնություն։ Այժմ տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կշեռք համաստեղության տակ ծնված մարդկանց, տեսնենք ինչ է սպասում մեր սիրելի կշեռքներին։ Սիրելի կշեռքներ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է նոր հնարավորություններ եւ ոչ թե սովորական հաջողություն է ցույց տալիս սիրելի կշեռք, այնպիսի անակնկալ սպասված հաջողություն է, որ դուք ինքներդ չեք սպասում, բայց հաջողությունը ձեր կյանքի մեջ մտնելու է եւ ամուսնացած կշեռքներին է վերաբերվում եւ չամուսնացած կշեռքներին։ Այն կշեռքներն, ովքեր որ ամուսնացած չեն, սիրելի կշեռքներ, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որի հետ դուք երկար համատեղ կյանք եք ունենալու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշեռքների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին։ Սիրելի կշեռքներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն,
դուք հնարավորություն կունենաք ձեր սեփական գործունեությունը հիմնել, իսկ եթե աշխատում եք հնարավոր է պաշտոնի բարձրացում լինի, աշխատավարձի բարձրացում լինի, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կշիռների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին, սիրելի կշիռներ, ձեր առողջական ոլորտում խնդիրներ չկա, պրոբլեմներ չկա, եթե նույնիսկ խնդիրներ լինեն, պրոբլեմներ լինեն, դուք այդ խնդիրները կարողանալու եք, դուք հնարավորություն եք ունենալու այդ խնդիրներից դուրս գալ։ Այդ կշիռներն, ովքեր նույնիսկ հիվանդանոցում են, դուք կապակցվեք, դուք նոր ախտորոշում կունենաք, նոր բուժում կլինի եւ ապակինում կլինի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կշիռներ, 2026 թվականի օգոստոս ամսին, այո, սիրելի կշիռներ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում ձեր երազանքները կկատարվի, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է պաշտոնի բարձրացում, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին կարիճ համաստեղության տակ ծնված մարդկանց, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի կարիճների։ Սիրելի կարիճներ, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, լինելու է ամուսնություն, լինելու է նշանադրություն, լինելու է վսակադրություն, լինելու է երեխայի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի կարիճներ, ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր անձնական ոլորտի հետ կապած, 2026 թվականը ձեզ այդ հնարավորությունը տալիս է եւ օգոստոս ամիսը դուք այդ հնարավորությունը տեսնելու եք։ Այն կարիճները հնարավոր է դուք դառնաք տատիկ, բաբիկ, ձեր սոցիալական ստատուսը փոխվի, թորմիկների ծնունդ լինի, երեխայի ծնունդ լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը։ Սիրելի կարիճներ, ձեր ֆինանսական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, պաշտոնի բարձրացում, սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն, հնարավոր է երկար սպասված վարկ, երկար սպասված ժառանգություն, հնարավոր է ձեր ընտանեկան գործունեությամբ զբաղվելու հնարավորություն։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի կարիճների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին, սիրելի կարիճներ, ձեր առողջական ոլորտում լինելու է լավացում, լինելու է ապակինում, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից ազատվում եք, դուրս եք գալիս, ապակինվում եք, կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի կարիճներ 2026 թվականի օգոստոս ամսին, այո, հատկապես ֆինանսական ոլորտում ինչ նպատակներ որ ունեք, ինչ երազանքներ որ ունեք, կատարվելու է, մեծ ֆինանսական հոսքեր է ցույց տալիս սիրելի կարիճներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին աղեղնավոր համաստեղության տակ ծնված մարդկանց, սիրելի աղեղնավորներ, ձեր անձնական ոլորտում լինելու է սեր, լինելու է միություն, լինելու է ընտանիք, լինելու է սիրո առաջարկություն, ամուսնության առաջարկություն, եթե նույնիսկ սիրելի աղեղնավորներ, խնդիրներ կար ձեր անձնական ոլորտում, դուք այդ խնդիրներից ձերբազատվելու եք, դուք այդ անձնական բարդություններից ու պրոբլեմներից դուրս եք գալու, սեր է ցույց տալիս, էմոցիա է ցույց տալիս, սիրելի աղեղնավորներ, ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների ֆինանսական ոլորտում։ Գիտեք ինչ, սիրելի աղեղնավորներ, հնարավոր է 2026 թվականի օգոստոս ամիսը տարօրինակ մտքերի մեջ չմտնեք, ինչ-որ գործունեությամբ եք ցանկանում զբաղվել, մտածում եք կատարեմ այդ գործողությունը, թե ոչ, տիեզերքը խորհուրդ է տալիս անպայման կատարեք եւ դուք ֆինանսական հաջողություններ կունենաք։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի աղեղնավորների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին երեխայի ծնունդ,
ապակինում, լավացում, առողջացում, եթե նույնիսկ դուք խնդիրներ ունեք, այդ խնդիրները անցնելու են, եթե նույնիսկ չկար ախտորոշում, կլինի ախտորոշում, կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի աղնավորներ, 2026 թվականի օգոստոս ամսին, սիրելի աղնավորներ, ձեր կյանքի բոլոր ոլորտների հետ կապված ձեր երազանքները կատարվելու են։ Եթե դուք պետական դռների հետ, իրավական դռների հետ խնդիրներ ունեք, դուք հաղթանակով դուրս եք գալիս։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին Այծելջուր համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Այծելջուրներին։ Սիրելի Այծելջուրներ, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե դուք խնդիրներ ունեք պետական իրավական դռների հետ, այդ խնդիրներից դուրս եք գալիս հաղթանակով, ֆինանսական հոսքեր է ցույց տալիս, ֆինանսական հաջողություններ է տալիս, հնարավոր է աշխատանքի առաջարկություն լինի, որտեղ դուք ավելի շատ վարձատրություն, որտեղ դուք ավելի շատ հնարավորություններ եք ունենալու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Այծելջուրների անձնական ոլորտում, սիրելի Այծելջուրներ, ձեր անձնական ոլորտում նույնպես հաջողություն է, սեր, միություն, երջանկություն, ուրախություն, սիրելի Այծելջուրներ, հատկապես ովքեր որ ամուսնացած են, հնարավոր է ձեր երեխան ամուսնանա, հնարավոր է ձեր թորնիկը ամուսնանա, հնարավոր է ձեր տան մեջ թորնիկի, ծնողի երեխայի ծնունդ լինի։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Այծելջուրների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին լավացում, ապակինում, եթե նույնիսկ խնդիրներ կա, դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս։ 2026 թվականի օգոստոսը դուք այնպիսի էներգետիկա եք ունենալու, որ նույնիսկ հիվանդ տեղից ոդի եք կանգնելու։ Կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի Այծելջուրներ, այո, սիրելի Այծելջուրներ, ձեր երազանքները կկատարվեն, ուղղակի ձեզ պետք է որ դուք շարժվեք, չնայած Այծելջուրները միշտ շարժվում են, ինչքան շարժվում եք, այնքան հաջողություն է լինելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին ջրոս համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ջրոսներին, սիրելի ջրոսներ, հնարավոր է խնդիրներ լինի ձեր անձնական ոլորտում, տարօրինակ իրավիճակներ, թեև ամուսնացած ջրոսներին է վերաբերվում եւ դեր զույգ չունեցող ջրոսներին, հնարավոր է այն զույգերը, ովքեր որ ամուսնացած չեն, հնարավոր է դուք հասկանաք, որ դուք իրար հետ համատեղելի չեք եւ լինի բաժանություն, բայց այն ջրոսները, ովքեր որ ամուսնացած են, սիրելի ջրոսներ, խորհուրդ են տալիս խելացի եղեք, ուշադիր եղեք, ամեն ինչին մակրադիտակով միք նայեք եւ դուք կկարողանաք այդ տարօրինակ իրավիճակը ձեր ընտանիքի մեջ ձեր սիրո մեջ հաղթահարել։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների ֆինանսական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամսին։ Խնդիրներ կա, բարդություններ, դժվարություններ կա, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրներից կամանց դուրս գալ, շարժվեք դեպի ճիշտ ուղղությամբ։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ջրոսների առողջական ոլորտում 2026 թվականի օգոստոս ամիսը կլինեն խնդիրներ, բայց նաև կլինեն ապակինում, կլինի առողջություն։ Գիտեք ինչ սիրելի ջրոսներ, եթե խնդիրներ կա, անհապաղ դիմեք ուշիմնարկության, որպեսզի ավելի բարդություններ ու դժվարություններ չլինի։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ջրոսներ, 2026 թվականի օգոստոս ամսին, այո, սիրելի ջրոսներ, հատկապես ֆինանսական ոլորտում ինչ երազանք, ինչ ծրագիր որ ունեք, դրանք կատարվելու են։ Այժմ տեսնենք ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսին ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին, սիրելի ծնկներ, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, հնարավոր է ձեր սեփական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն,
հնարավոր է մեծ ֆինանսական հոսքեր լինի, ժառանգություն լինի, բանկից կարողանաք այնպիսի մեծ գումար վերցնեք, որ եւ տուն լինի եւ ֆինանսական հաջողություն լինի։ Սիրելի ծնկներ, 2026 թվականի օգոստոս ամիսը ձեր կյանքի մեջ ֆինանսական ոլորտում շատ մեծ ֆինանսական հոսքեր է լինելու։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների անձնական ոլորտում։ Գիտեք ինչ, կան խնդիրներ, կան դժվարություններ, բայց սիրելի ծնկներ Աստծո ցույց է տալիս, որ Աստծո կամքով, Աստծո հնարավորությամբ դուք կարողանալու եք այդ խնդիրներից, այդ դժվարություններից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Նույնիսկ սիրելի ծնկներ ցույց է տալիս, որ եթե դուք պետական դռների հետ կապված խնդիրներ ունեք, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում, լավացում, ավագինում, առողջություն, եթե նույնիսկ չկար ախտորոշում, կլինի ախտորոշում, կլինի բուժում, կկատարվի արդյոք ձեր երազանքները, սիրելի ծնկներ 2026 թվականի օգոստոս ամսի ձեր անձնական ոլորտում որոշակի խնդիրներ կարող է լինել, բայց մի քվախեցեք, մի հուսահատվեք, այդ խնդիրներից, այդ խնդիրներից դուք կկարողանաք Աստծո կամքով հաղթանակով դուրս գալ։ Ահա ինչ է սպասում 2026 թվականի օգոստոս ամսի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի։ Ինչպես գիտեք, ես տեսնասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրով, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։